Ամուր ձեռքսեղմումով և ջերմ կրկախառնությամբ ազգային ֆիլհարմոնիկում նշում են նոր բարձրակարգ գործիքի փոխանցումը նվագախմբին։ Այս ալտը պատրաստվել է հատուկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համար նվագախմբի 100-ամյակի առիթով և երաժշտական աշխարհում լարային գործիքների հայտնի հայազգի վարպետ Հրաչյա Գալստյանի հեղինակային գործն է։ Գալստյանն արդեն 20 տարի է, ինչ բնակվում և աշխատում է իտալական Կրեմոնայում, ջութակների ստեղծման բնօրանում, որի անունը հռչակել են ջութակի տոհմիկ վարպետ Ստրադիվարիուսը, Գվարներիների և Ամատիների դինաստիաները։ Այժմ 100-ամյակների ավանդույթները շարունակում է նաև հայազգի վարպետը, որն արդեն 5 տասնյակից ավելի ջութակների, ալտերի և թավջութակների հեղինակ վարպետ է և վերջապես գործիք է ստեղծել նաև հարազատ նվագախմբի համար։ Միշտ երազանքի պես էր, որ Հրաչի մի քանի գործիքներ գան Հայաստան և լինեն ֆիլհարմոնիկում, և ընդհանրապես լինեն Հայաստանում։ Բայց ես գիտեմ, որ ինքը շատ սակավ քանակությամբ գործիք է սարքում ամեն տարի և որտև շատ բծախնդիր է, տեսնում եք ամեն և իր գործիքները ունեն մի բացառիկ հատկություն, նոր գործիքը սարքելու հաջորդ օրը լարերը դնում և նվագում ես, ինքը հիանալի հնչում է։ Հրաչի գործիքները ծնված օրվանից երգում են։ Կրեմոնայի դարերի ավանդույթի համաձայն բարձրակարգ գործիքներ հնարավոր է պատրաստել միայն իտալական Ալպերի բարձրադիր վայրերի փայտահումքից և որակյալ մասնագիտական գործիքներով։ Հրաչյա Գալստյանը փաստում է, գերխնդիրն իտալական ոսկե դարաշրջանի դասական գործիքներին մոտենալն է, որոնք նույնիսկ 500 տարի անց փառահեղ են հնչում։ Օրինակ, մեկ ջութակն ունի 400 մեծ ու փոքր դետալներ։ Մեկ գործիքի վրա վարպետը ծախսում է 4-ից 5 ամիս և 800-ից 1000 աշխատանքային ժամ, հուսալով, որ այն կդիմանա ժամանակի փորձությանը։ Ամենակարևոր բաղադրամասը գործիքները պատրաստելու մեջ դա ժամանակն է։ Եվ պետք է գործիքները դիմանան ժամանակի ընտրությանը, ժամանակի մեջ, սա օքսորտի մենք չենք իմանա գործիքները 100 տարի հետո կհնչեն, չեն հնչի, ինչպես կհնչեն, լիահույս եմ, որ մեզնից հետո դեռ կլսեն հաջորդ սերունդները կլսեն գործիքների ձայնը և ինչ ոչ կնմանվի դասական իտալական գործիքների հնչողությանը, որոնք արդեն 300, 400, նույնիսկ 500 տարի, 5 դար տևողության գործիքներ կան պատրաստած, որոնք որ նվագվում են, որոնք որ հնչում են և հաճույք են պատճառում ունկնդիրներին։ Գալստյանը Հայաստան է եկել անձամբ իր պատրաստած գործիքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին փոխանցելու համար։ Այսուհետև ազնվական ալտը կհնչի նվագախմբի ալտահարների խմբի կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանի հմուտ ձեռքերում։ Համար դա իրոք շատ մեծ անակնկալ էր, որովհետև երբ որ մայստրոն ասաց, որ մոտ օրերս քո նոր ալտը արդեն քո ձեռքերում կլինի, իմ ուրախությունը ուղղակի, ինչ ասեմ, աշխարհի չափ ուրախություն էր մեջս տիրում, շատ ոգևորված էի։ Մայստրո Թոփչյանը լիահույս է, որ սա լավ մեկնարկ է, որը նաև շարունակություն կունենա և կվերածվի հրաշալի ավանդույթի։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Գյորգչյան, լուրեր։